Ընդդիմությունը հիստերիայի մեջ է։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ ինքը ողջունում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի խաղաղության եւ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ տարվող ջանքերը։ Բնականաբար մեր ընդդիմությունը կերազեր, որպեսզի սրա փոխարեն Թուրքիայից հնչեին հոխորտանքներ Հայաստանի հասցեին, թշնամական հայտարարություններ եւ Հայաստանի գլխին կախված լիներ պատերազմի սպառնալիքը, որովհետև մեր ընդդիմությունը պատերազմի պարագայում կորցնելու ոչինչ չունի։ Նույն ինքը Նարեկ Կարապետյանը Տաշիր Սամվելի եղբորորդին բանակում չի ծառայել, զինապարտ չի, Աստված չանի պատերազմի դեպքում զորակոչի ենթակա չի։ Դրա փոխարեն պատերազմի դեպքում զորակոչի ենթակա են մեր հասարակ քաղաքացիների որդիները, մեր հասարակ քաղաքացիները իրենք անձամբ։ Մեր ընդդիմությունը ուզում է, որպեսզի լինի պատերազմ, լինեն զոհեր եւ որպեսզի իրենք մեր զոհված տղաների արյան վրա իրանց ձեռքերը այսպես տաքացնելով քարոզարշավ անեն, որովհետև մեր զինվորների սպանությունը, մեր զինվորների մահը մեր ընդդիմության համար միայն ու միայն քարոզարշավի վիդեո կոնտենտ է, ինչպես օրինակ Քոչարյանի համար 2021 թվականներին։ Բայց մենք Հայաստանին բերել ենք խաղաղություն, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն եւ մեր ընդդիմության պատերազմի մասին թաց երազանքները որպես մուրազ մնալու են նրանց փորում։